Բարև։ Վեներան գրեթե երկիր մոլորակի երկվորյակն է։ Մոտավորապես նույն չափերը բավականին մոտ զանգված, անգամ խտությունն է գրեթե նույնը։ Բայց եթե երկիրը հարմարավետ տուն է կյանքի համար, Վեներան իսկական դժոխք է։ Մակերևույթին ջերմաստիճանը կազմում է 470 աստիճան Ցելսիուսի սանդղակով, ճնշումը 90 անգամ շատ երկրայինից, իսկ ամպերում մոլեգնում են ծծմբական թթվի անձրևներ։ Կարճ ասած, ոչ լավագույն վայրն է արձակուրդներն անցկացնելու համար, անգամ եթե նախընտրում եք ակտիվ հանգիստ։ Այդուհանդերձ Վեներան շատ է հետաքրքրում գիտնականներին։ Ու պատճառը ոչ միայն այն է, որ դժոխային մոլորակը կարող է պատմել երկրի հեռավոր ապագայի մասին, այլ նաև այն, որ Վեներայի խիտ մթնոլորտի վերին շերտերը կարող են բավականին հարմարավետ լինել միաբջիջ կյանքի գոյության համար։ Ու պատմության մեջ առաջին անգամ մեր ջերմ հարևանուհու ուսումնասիրությունն է միանում մասնավոր ընկերություն։ Կալիֆոռնիական Rocket Lab ընկերությունը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ Վեներային ուղարկելու Rocket Lab ֆոտոն սարքը, որի առաքելության առանցքային մասը հատուկ զոնդն է։ Այս փոքրիկ սարքը թափանցելու է դժոխային աշխարհի խորքերը, իր գոյության վերջին րոպեների ընթացքում կարևոր տեղեկություններ փոխանցելով Վեներայի մասին։ Իսկ որպեսզի զոնդն ապրի հնարավորինս երկար, NASA ինժեներները այն համալրում են հատուկ ջերմակայուն էկրանով, որի տեղադրումը մոտենում է ավարտին։ Էկրանը մշակել են նույն NASA-ի մասնագետները, ու այն կարող է պաշտպանել զոնդը ահռելի ջերմաստիճանի ու ճնշումների պայմաններում։ Դա թույլ կտա զոնդին Վեներայի ամպերում կենթանի մնալ մոտ 330 վայրկյան, ընդամենը 5.5 րոպե, որի յուրաքանչյուր վայրկյան ոսկու արժեք ունի։ Առաքելության գլխավոր նպատակը օրգանական մոլեկուլների որոնումն է։ Հենց դրանք կարող են լինել Վեներայի ամպերում կյանքի գոյության առաջին նախանշանները։ Դեռ նախորդ դարի 70-ականներին խորհրդային Վեներա սարքերը տարօրինակ փոփոխություններ էին գրանցել մոլորակի մթնոլորտում, որոնք որոշ գիտնականներ ինտերպրետացնում էին որպես կենսաբանական պրոցեսների վկայություններ։ Այժմ մասնավոր տիեզերական ընկերությունը փորձելու է ստուգել այդ հիպոթեզը։ Առաքելության մեկնարկը նախատեսված է 2026 թվականի ամռանը։ Վեներան երկար ժամանակ անուշադրության էր մատնված, սակայն այժմ եկել է երկրի չար երկվորյակի գաղտնիքները բացահայտելու ժամանակը։ Եգիպտոսի ոսկու հնագույն հանքավայրերը բազմաթիվ գաղտնիքներ են թաքցնում, ու վերջերս հնագետները բացահայտել են դրանցից ևս մեկը։ Խոսքը հայտնաբերված երկաթյա ձեռնաշղթաների մասին է, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվում էին ազատազուրկ աշխատողներին շղթայելու համար։ Գտածուն հաստատում է, որ արաբական թերակղզում ոսկու արդյունահանման մեջ ներգրավված էին ոչ միայն ազատ մարդիկ, այլև գերիներ, դատապարտվածներ ու ստրուկներ։ Եգիպտոսում ոսկի արդյունահանել են դեռ հնագույն ժամանակներից, սակայն մեր թվարկությունից առաջ 4-ից առաջին դարերում իշխած Պտղոմեոսների դարաշրջանում արդյունահանման ծավալները զգալիորեն աճել են։ Այդպիսի հանքավայրերից ամենահյուսիսայինը Գոզանն է։ Հենց այստեղ 2020 թվականին սկսվեցին բնակավայրի պեղումները, որտեղ ապրել էին հանքավայրում աշխատող մարդիկ։ Բնակավայրում հնագետները հայտնաբերեցին բնակելի թաղամասեր, բաղնիքներ, ադմինիստրատիվ շինություններ, ինչպես նաև բազմաթիվ կավե խեցիներ, որոնք հաստատում էին այն, որ որոշ հանքափորներ գումար էին ստանում աշխատանքի դիմաց։ Սակայն 2023 թվականի սկզբին հետազոտողները բախվեցին պատմության ևս մեկ վկայության՝ երկու զույգ երկաթյա ձեռնաշղթաների տեսքով։ Դրանցից մեկը բաղկացած է երկու մեծ ուղերից, որոնք միմյանց միացված են 7 օղակներով։ Այն հայտնաբերվել է շինություններից մեկի գետնափոր հարկում, իսկ մյուս ձեռնաշղթան գտել են այլ մետաղական առարկաների կողքին։ Կապանքների կառուցվածքից ելնելով գիտնականները եկել են եզրակացության, որ դրանցով շղթայում էին աշխատողների ոտքերը փախուստից խուսափելու համար։ Գտածուն ստիպում է նորովի նայել հին հույն պատմաբան Դիոդորոս Սիկիլիացու պատմություններին։ Նա գրում էր, որ եգիպտական հանքերում աշխատել են երկաթյա կապանքներով շղթայված դատապարտյալներ, ռազմագերիներ ու անարդարացիորեն դատված մարդիկ։ Հնարավոր է նրանց թվում կային նաև ստրուկներ, որոնց Դիոդորոսը չի հիշատակել։ Գոզայի ձեռնաշղթաները խիստ հազվագյուտ ու թանկարժեք արտեֆակտ են։ Հին եգիպտական տեքստերում դրանք գրեթե չեն հիշատակվում, իսկ հնագիտական գտածոներից հայտնի են միայն մեր թվարկությունից առաջին 5-րդ դարի հունական կերամիկայի վրա արված պատկերներն ու հին Հունաստանի հանքավայրերում հայտնաբերված ձեռնաշղթաները։ Այս երկաթյա ձեռնաշղթաները ոչ թե ուղղակի արտեֆակտ են, այլ ապացույց, որ հին Եգիպտոսի ոսկյա փայլի տակ թաքնված էին ծանր աշխատանքի ու անազատ կյանքի տխուր պատմություններ։ Արաբական թերակղզու հանքավայրերի նոր ուսումնասիրությունները թույլ կտան ավելի լավ հասկանալ, թե ինչ գնով էր արդյունահանվում փարավոնների ու Պտղոմեոսների արքաների ոսկին։ Չինաստանի տիեզերական գործակալությունը հրավիրում է միջազգային գործընկերներին գիտական սարքավորումներ ուղարկել Մարսի ուղեծիր Տյանվեն 3 առաքելության շրջանակում։ 2028 թվականին պլանավորված առաքելությունը պատմության մեջ առաջին անգամ պետք է երկիր վերադարձնի մարսյան գրունտ, սակայն հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցները, միջազգային մասնակիցներ որոնելը կարող է շատ բարդ լինել Չինաստանի համար։
Երկնային մարմինների մանրակրկիտ ուսումնասիրության լավագույն միջոցը երկիր նմուշներ բերելն է։ Լուսնային գրունտը երկիր բերելու շնորհիվ գիտնականները վերանայեցին երկրի բնական արբանյակի ծագման մասին պատկերացումները։ Սակայն Մարսի դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, մոլորակի գրավիտացիան ավելի ուժեղ է, հեռավորությունն ավելի մեծ, թռիչքի համար անհրաժեշտ է անհամեմատ ավելի շատ վառելիք։ Մինչ օրս ոչ ոք չի կարողացել Մարսից նմուշներ բերել։ Չինաստանի պլանավորած առաքելության ուղեծրային մասը նախատեսում է Մարսի շուրջ տեղակայել միանգամից 2 սարք։ Առաջինը կլինի 400-ից 76,000 կիլոմետրանոց էլիպտիկ ուղեծրով պտտվող արբանյակը, իսկ երկրորդը բեռնատար տիեզերանավ 350 կիլոմետրանոց ցածր շրջանաձև ուղեծրին։ Նախատեսվում է նաև առանձին մոդուլ, որը վայրէջք կկատարի մոլորակի մակերևույթին հորատման կամ հնարավոր է մարսագնացի միջոցով կհավաքի գրունտի նմուշներն ու հետ կուղարկի ուղեծիր, ապա բեռնատար տիեզերանավը գրունտի նմուշները երկիր կվերադարձնի 2030 թվականին։ Չինաստանն առաջարկում է գիտնականներին սարքավորումներ ուղարկել Մարսի ուղեծիր, սակայն ոչ մակերևույթ, քանի որ վայրեջքի մոդուլի համար սահմանված են զանգվածի խիստ սահմանափակումներ։ Սակայն անգամ ուղեծրին աշխատող արբանյակի կամ տիեզերանավի մաս լինելու համար պոտենցիալ գործընկերների սարքերը կրկին պետք է ունենան որոշակի սահմանափակումներ։ Վերադարձվող տիեզերանավի օգտակար բեռը չպետք է գերազանցի 15 կիլոգրամը, իսկ արբանյակի համար 5 կիլոգրամը։ Հզորության սահմանափակումներ նույնպես կան։ Դրանք չպետք է գերազանցեն 40 վատը, իսկ սարքի չափերը պետք է ունենան առավելագույնը 30 սանտիմետր երկարություն ու 20 սանտիմետր բարձրություն ու լայնություն։ Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա 2025 թվականի հունիսից հոկտեմբեր։ Առայժմ հայտնի չէ ով կմասնակցի առաքելությանը, առավել հավանական տարբերակ են երկրները, որոնք կախված չեն արևմուտքից, քանի որ միջազգային պատժամիջոցները կարող են սահմանափակել համագործակցությունը։ Այդուհանդերձ Չինաստանը վստահ քայլերով շարժվում է մարսյան գրունտը երկիր հասցնելու առաջամարտիկ դառնալու ճանապարհով։ Դա հատկապես կարևոր է, քանի որ ՆԱՍԱ-ն առայժմ չի իրականացնում Մարսի վրա ժամանակակից կյանքի որոնման աշխատանքներ, իսկ չինական ծրագիրը դա դարձրել է իր առաջնահերթությունը։ Չինաստանի տիեզերական գործակալության փաստաթղթում ուղիղ նշված է, որ կարմիր մոլորակի վրա կյանքի հետքերի որոնումը առաքելության առաջնահերթությունն է, չնայած գիտական սարքերի մասին մանրամասներ առայժմ չեն նշվում։ Տիանվեն 3 առաքելությունը կարող է ոչ միայն բեկում մտցնել Մարսի ուսումնասիրության մեջ, այլև ցույց տալ աշխարհին, որ Չինաստանն իզորու է կյանքի կոչել ամենահավակնոտ տիեզերական նախագծերը։ Այս շաբաթվա գիտնականը պրիմատոլոգ Ջեն Գուդոլն է։ Ջեն Գուդոլը լեգենդար հետազոտող է, ով փոխել է շիմպանզեների ու մարդու էվոլյուցիայի մասին մեր շատ պատկերացումներ։ 1960 թվականին առանց գիտական կրթության, սակայն ահռելի էնտուզիազմով նա մեկնել է Տազանիա վայրի շիմպանզեների վարքագիծն ու վարքն ուսումնասիրելու համար։ Հենց նա է առաջինը նկատել, որ շիմպանզեները աշխատանքային գործիքներ են օգտագործում։ Նախկինում կարծիք կար, որ դա կարող է անել միայն մարդը։ Գուդոլի հայտնագործությունները հարստացրել են գիտությունը, իսկ ինքը դարձել է բնության պահպանության խորհրդանիշ։ Գիտնականի ավանդական կարիերայի փոխարեն Գուդոլն իր կյանքը նվիրել է վայրի բնության պահպանությանն ու կենդանիների պաշտպանությանը։ Այսօր էլ 91-ամյա կինը շարունակում է ոգեշնչել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։